կարծում եմ, որ այդ պարագան իրեն ձախողելու է, ինչու եմ այդպես կարծում, ճապոնացիները մի պատմություն ունեն, շատ հետաքրքիր պատմություն է, ասում են, որ մեկը մոտենում է քաղաքի դրան մոտ նստած իմաստունին եւ ասում է, ինչպիսի մարդիկ են ապրում այս քաղաքում, նա ասում է, դու որտեղից որ եկել ես այդտեղ ինչպիսի մարդիկ էին ապրում, դե ասում է չար, նախանձ, մեծամիտ, ասում եմ իմը այդ քաղաք ստեղել են այդպիսի մարդիկ ապրում, երկրորդն է մոտենում ու նույն մարդուն նույն հարցն է տալիս, էլի իմաստունը ասում է, ձեր քաղաքում ինչպիսի մարդիկ, որտեղից եկել էիր, ինչպիսի մարդիկ էին ապրում, ասում է բարի, կամեցող, սիրալիր, ասում է սենց քո քաղաքն է, որ դու եկել ես, այն մյուսն ասում է չհասկացա այդ ոնց իր համար լավն էր, ասում է դու ուր էլ գնաս, առաջինը քեզ ես հանդիպելու, հիմի այդպես մտածողները իրենք առաջինը իրենց են հանդիպելու, իսկ իրենց հանրահավաքները 10,000-ից չեն անցնում այս քաղաքում, էլի, այսինքն մեր երկրում այդ բարի, լավ ապագային հանդեպ հավատ ունեցողները շատ ավելի շատացել են, քան նրանք, ովքեր ամեն ինչի մեջ վատն են տեսնում, ու քանի որ իրենք ամեն ինչի մեջ վատն են տեսնում, ուղղորդվում են վատով վատը ներկայացնելով, հաջողության հասնել չեն կարող, չարությունը երբեք որևէ լավ տեղ չի տանում, այդ վստահաբար, ու ես չգիտեմ, ես նաև սրտի ցավով եմ ասում, որ այդ մարդիկ պարտվելու են, որովհետև իրենք ոչ ճիշտ ուղղություն են բռնել, որովհետև դա ոչ իրենց է երջանկացնելու, ոչ իրենց հայրենակիցներին, ոչ էլ իրենք արդյունքի են հասնելու։